բայց ինչ կար Ֆրանսիաները հետարքիր է, այս վերջի անգամ Մակրոնենց հետ եկաք դուք։ Իսկ մի արա էդի, քեզ մի օր այդ ինչ որ օգտագործում ես։ Վայ մերրիմ քիզի, ղուրբան տեխնիմ, քու խմորիմ այդ ֆիլմը նայում, այդ կենան նայում, դու չան հաշյան նայբան, այսինքն դա ասեց այդ որ դու նայում ես, ասում ես թող եմ քեզ, գետինը մտնես։ Հայք, վաղինակի չվաղը չի գալու, դու այդ կաբլուկներով, կոշիկներով լիֆը չբերես, ես Արտյոմիկից յուբկեն ու կամբինացիան կվերցնեմ, գանգարի մեջ, 90-ական, մասիվ եմ ես էլ բարձանում։ Գնում ա դե ուղղա ճամփեն ավտոյի չկա, սենց ինձ, հենց ծերն եմ նստած ամենօր պատուանի մոտ այդ բանը, բայց կսատ ավտոն գնում ա, անցավ 5 րոպե, ավտոն դանդաղ գնում ա, վրացած, ինձ, օճարներն են ստացել, իսկականից հիանալի բանաբույրն քո էլ, իրականում։ Ողջույն սիրելի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք, դա նշանակում է, որ դուք դիտում եք խոհանոցում հաղորդումը։ Ես էլ եմ ողջունում ճիշտ ասած, բայց մի հատ շատ կարևոր հայտարարություն, էլի։ Ժորժ ջան, ուրեմն բաժանորդագրում եք մեր YouTube-յան ալիքին, լայքում եք, անպայման կոմենտ եք գրում, ցանկացած։ Կարակ ուղղակի մի հատ պլյուս դնեք կամ վատ բան գրեք, ինձ չէ, էլի։ Դե գիտեք, հա։ Ու վերջ, այս ամեն ինչը անում եք, որպեսզի ալիքը ակտիվանա ու տարածվի։ Շատ շնորհակալություն։ Բայց մի հատ է կարևոր բան մոռացար, որ մեր հաղորդման մեջ մենք հյուրեր ունենք, դա է կարևորը, իհարկե, մեր լավ ընկերները, տաղանդավոր մարդիկ, եկեք նացինս ծափարություններով ժողովուրդ ջան, եկեք հրավիրեք։ Հայք եւ Գոգա Սարգսյաններ։ Մենք ձեզ կարոտել էինք։ Անկեղծ ասեմ, մենք ձեզ շատ ենք կարոտել։ Ավելի շատ ենք։ Եվ այս ծափահարությունները ձերն են։ Այս ծափահարությունները անկեղծ ասեմ, մենք չէ։ Ոնց եք ժողովուրդ կան։ Չէ, շատ կարոտել ենք եւ ձեզ, եւ այս մթնոլորտին, եւ այս հարաբերություններին մարդկային ու ջերմ, այն ինչը որ ասենք չես կարող դրսում տեսնել դա։ Կա, բայց սա չի։ Պակասում ա մի Իզումինք են չկա։ Էլի հայկական է։ Ժողովուրդ, հիմա դուք ձեզ համարում եք, ասենք սպյուրկա հայ։ Հա։ Դագավին ոչ։ Դագավին ոչ։ Եթե անանգենե բիդուրիշ լեզով սպուրքին խոսենք, քանի հայ մանուկներուն հարցը բիդլուձենք եւ ճիշտ թաշտակցության գող կրասենյակին։ Ախարիսային։ Հայ թադին կրասենյակին։ Այդ հատին հանձնացենք այդ հարցը, կրանցված ենք, տեսնենք, եթե գնում այո։ Հետաքրքիր է, չէ՞։ Դուրս Բայց ինչ կար Ֆրանսիաները հետարքիր է, այս վերջի անգամ Մակրոնենց հետ եկաք դուք։ Ուզում էինք, չթողեցին, ուզում էինք հետները գայինք։ Չէ, մենք ամեն ինչ կարգավորեցինք, եւ ճանապարհը, եւ այդ ծախսերը ամեն ինչ հոգացինք։ Դա մենք հարուստ ենք։ Հա, որ հա։ Ափսոս, Սամալյոտի մեջ տեղ չէ։ Չէ, մեզ չեղավ, Սամալյոտը մերն է։ Եկա Սամալյոտի մեջ երկու հոգու համար տեղ չէ։ Կանգնած են եկել։ Կայք, որ այդ ամեն ինչը տեսնենք ճիշտ, ինչպես ասել են, կատարվել է թե ոչ։ Հա, դուք եկաք որ տեսնեք իրանք վախտին գալիս են, չէ։ Բայց եթե անկեղծ լինենք, ես մի հատ փոքր բան եմ տվել, որ մերոնց տանին դվել։ Ասել եմ, ես խնդրեմ փոխանցես Հա, մերոնց։ գիտենք որ նորից գնալու եք, բայց գնալու եք մնաք, թե գնալու եք էլի գաք։ Գնալու են գանք, ներկայացում էլի ունենք։ Ստեղ։ Հա, Հայաստան գանք, բա Հայաստան։ Գնալու ենք, չէ, որ գնացել ենք, մնալու մտքով չէինք գնացել։ Ու ներկայացում էլ ունենք որ։ Բայց դա ասում ես, բայց ես իշքան գիտեմ դու գնացել եք։ Ու ենք գնացել, բայց տենց են ասում, բոլոր վերադարձողներ ասեն, թե մենք պիտի գայինք, մենք այն գլխից էլ պիտի գայինք։ Ես էլ էի տենց, օրինակ ես Պիտեր գնալուց ասում էի, բան, ես գնում եմ, բայց պետքա գամ։ Ու եկա, բայց ես եկա ու եկա, դու գնում գալիս եք, չոտ նիպանյա։ Մեր մոտ գնացել էի, գալացովի։ Ջրի ճամփայա գնում գալիս։ Իսկ իրականում հայ-ֆրանս պրոդուկցիոնն ենք հիմնել Լիոնում ենք, Ռոբերտ
Արսենյանի հետ, Սուսաննա Օսյանի հետ, մեր լավ գործընկերների հետ եւ Եվրոպայում նախատեսվում է։ Հա, ողջուններ իրանց, հա։ Նույնիսկ հետարքիա լսել ինչի մասն է խոսքը, այդ ի՞նչ է։ Հայ-Ֆրանս պրոդուկցիոնը առաջի արտադրանքն է լինելու Եվրոպայում հեռուստատեսային ձևաչափի կամ YouTube-յան համացանցային 8 մասանի արտադրության մասին, սերիալի արտադրության մասին է խոսքը եւ մեր գործընկերները այս 4 տարվա ընթացքում Փառք Աստծո մենք հանդիպեցինք ու շատ լավ մարդկանց ենք հանդիպել, բայց հենց այն փաստը, որ պրակտիկ դա իրագործվի, մեր երկու գործընկերներն են Ռոբերտ Տեր-Արսենյանը եւ Սուսաննա Օսյանը։ Գոհար Սարգսյանն ու Հայկ Սարգսյանը Հայ-Ֆրանս պրոդուկցիոնն են հիմնել։ Արդեն կա Դա է ուզում հասկանալ ինքը իմ անունը շեշտել։ Ուզում ասեմ, լրջություն մենակ այդ մասն էր, որ հիմնել է։ Դա անլրջանք, այդ ֆիլմը դերասաններ պետք է։ Չէ։ Բացարձակ պետք չէ։ Չէ, ասիկը թանկ ֆրանսիան։ Չէ։ Զգացի Ֆրանսիայի տարբերությունը, որ production-ը production-ն է։ Որ այնտեղ ինձ լսելուց է ճուղեր, ոչ ոք ճուղի չէ։ Production չէ, production-ն է։ Բոլոր մասնագիտությունների դեր մարդիկ բացի տաղանդավոր դերասան լինելուց։ Attention։ Հիմա ինչ-որ ֆորմատ է փոխվել, որովհետև տեսնում ենք, որ ֆիլմերում այն բոլոր մեր տաղանդավոր դերասանների հետ յետին պլան են մղվել, հա, ու նկարվում են այն մարդիկ, որ չենք ճանաչում։ Այդպես չի իրականում, ես նկատել եմ դա։ Բայց լավ է գոհար է։ Դրա համար մենք որոշել ենք մերը հիմնենք, Որ մեզ նկարեն։ Երկու օքանոց գործ է, այդ 8 մասանի երկու օքանոց գործ է։ Տարբեր կերպարներ են խաղալում ենք։ Մենք հիմնենք, որ մեզ նկարեն։ Տարբեր կերպարներ խաղ, ես ու գոհարը։ Չէ, իհարկե անցկացվելու է եւ շատ կուզենայի հումորային ձևաչափի մի բան լիներ, ուղղակի այդպես ստացվեց, ոնց որ այդ ոչ թե որ մտածինք, լավ էսպես ստացվեց, այդ ձևաչափը, չէ։ Ֆիլմը լուրջ աստար ունի 8 մասանին, էլի կապված է հայրենիքի հետ, կապված է աշխարհի հետ ավելի շատ բայց արի ճակերտները չբացի։ Ճակերտները չեն բացի։ Հակագիծերը բացի։ Այո, հակագծերով աշխատանքային ինքը եւ ինձ թվում է հիմնականը անունելու է Արևախաչ։ Բայց մի բան ասեմ, մեր Հայաստանի տարբերությունը եւ Եվրոպայի տարբերությունը, որ եթե մենք Հայաստանում 1 ամսում, հա, մի քանի օրում կարող ենք ինչ-որ ֆիլմի ամբողջ կոնսպեկտը պատրաստ ունենանք, որ եթե գնանք ռեկ ունենանք, այնտեղ կարող է մի տարի տևի կամ 2 տարի տևի, մի քիչ ոչ թե բավականին դանդաղ է։ Ու դրա վրա մի բան պատմեմ, ուզում եմ էլի, ուզում եք, չէ՞։ Չէ, ինչ ես ասում եք։ Ու բոլորից մտքից չէ, ուզում եք։ Այդ դանդաղության մասին մի բան պատմեմ, ուրեմն Փարիզում ենք, դեռ նոր ենք, չենք ադապտացվել այդ ռիթմին, որ հասկանանք, էլի։ Դե Հայկը իր ռիթմին, սենց ասեմ, համահունչ, սենց շինարարության ուշա, էսի բեր, ընդ բեր, ընդ դանենք, էստենք, ընդ դենք, շուտ արա ժամինան այմ էսա զանգի, շուտ արա ուրեկան ինչ արեցին, գնաց։ Գիշերը չեմ կրում։ Նույնը շարունակում է ուղեղից մեջ, որտեղ Հայաստանից եմ եկել։ Ժամը 5-ին ներկայացումն է։ Ժամը 5-ին պետք է ներկայացում խաղանք։ Եկան մեր ետևից, եկան ժամը 3:10, այնտեղ որ մի տեղից ապիկից կետից բեկետը գնում ես, համարյա մի ժամ կարող է տևի, ժամ ու կես, չգիտեմ, գնացինք այդ բեկետը, որպեսզի շիրմաները վերցնենք, քանի որ կուլիս չկար բեմում, գնացինք, որ շիրմաները վերցնենք, արդեն ժամը 4 անցա, բայց այդ բեկետից, որ պետք է հասնենք թատրոնի շենք, որ դեռ պետք է դեկորացիան դասավորենք, պատրաստվենք, տեխնիկապես անցնենք, բան անենք, մնացել է ընդամենը 50 րոպե։ Հիմա Հայկը գնում գալիս է, հանգին էլ կաչում, չենք խաղում, գնացինք, սենց խոսմա մեկ էլի ենք, Հայկ ջան, գար ջան, մի շտապեք, չենք ուշանում, իրանք շատ հանգիստ են ասում, չենք ուշանում, հանգիստ եղեք, հավատացեք, որ մենք չուշացանք։ Մենք հասել ենք 5-15 պակաս, այդ դրա համար որ ես ուզում եի դա ժամանակի պակաս ենք հասել, բայց մենք չենք ուշացել, մենք 5-ին խաղացինք։ Հետաքրքիրը դա է, որ մեր ռիթմը բերում է իրանց ոչ ռիթմին, բայց իտոգում են, որ ասում եմ կյանքում ամեն ինչ հարաբերական է, բերում է այդ մի կետին է հանգուցալուծումը ստանում, որ մեկը միևնույն է։ Ժամը նույնն է, ռիթմը։ Արդյունքում իրանք չեն ներվայնանում, չեն ստրեսավորվում եւ շատ հանգիստ բերում են մենք միշտ սիրում ենք էլի այդ խնդիրներ, բան մենք խնդիրների մեջ սիրում ենք։ Ստրես ենք սիրում։ Ամեն ինչի վրա ներվ մտ։ Հա, ես բանը Արա, այդ ստրես բառը տարիներ առաջ չկար, էս
Նոր բան է, չէ։ Ասենք որ հետ գնաս մի 20-25 տարի առաջ դու կայ 20-25 տարի։ Դիկտի ծաղեր 20 տարի առաջ մեկ ասես ստրես, կասես ստրեսը դու ես։ Հիմա էլ վատ բան ես ասում։ Չէ, բայց այդ օրինակ մենք դուրս այդ որ համեմատվում ենք էլի այլ երկրների հետ, այդ մենք որ սիրում ենք խնդիրների մեջ ապրել, մենք դրա մեջ կոմֆորտ ենք էլի ապրում։ Ու ես իմ ստենդափներից մեկում հենց Պիտերում դա արեցի, այդպես խորացել է այդ թեմայի վրա, որ ռուսական հացը, բատոն հացը, որ կծում ես տենց էներգիա չես ծախսում էլի, փափուկ նորմալ կծում ես, ծաղում ես, մեր լավաշ այդ տոնջում ես, էլի, այդ խնդրեմը, ասում ու տենց որ շփվում է էլի ռուսների հետ, ասում եմ դե ձեր ազգային գործիքը բալալայկենա, չէ՞ տենց խմում եք, նվագում եք, տժժում եք։ Կարելա նույնիսկ ոնց ուզես նվագել։ Լացում ենք, ոնց սիրում ենք, մենք այդ կոմֆորտի մեջ ենք ապրում էլի։ Ազգային մենթալ բնավորության տեսակ բախտել։ Բայց մենք առանց դրա չենք էլ կարող։ Երբ որ ստրեսից են գալիս, ռելաքսա չէ տեղի ունենում։ Դե հա։ Հիմա եթե ստրես չունենանք, ինչից ռելաքս ունենանք։ Բայց կարելի է բարբերաբար այդքան ստրես ունենալ։ Ես դա եմ ուզում ասել այդ թատրոն հիմնեցինք Լիոնում, հայ թատրոնը Քյով իհարկե, հենց հայք ասում եմ, ընդ միշտ Քյով եմ ասում, ոչ հայք։ Իրանունով է դրել։ Իրանունով դրել է իր քիչ էլի հայք սակսակ։ Թատրոններ է անունով դնես։ Հորանունն էլ հայք է, դες մեկը կավելացնի հաստատ էլի կա։ Ֆաբիկ լեզեք, չէ՞ ֆաբիկա չբամբասի Հայք գոար սպը։ Դնես աստված։ Սուտ եմ խոսում ես, անփատ ինչ որ սուտ եմ խոսում։ Չբամբասով ազգ ասում եմ։ Հա, վերջ ասեցի հայքա թատրոնը մեկ հայք ասելով այդ պատկերացումով այդ զգացողությամբ ապրելով ես ինչքան լուրջ ու բան վերաբերել կար հանդիպեց այդ որ հիմնել ես այդ հայկա մայկա ինչ է այդ վիրավորական չուզեցավ ասել խոսակցականն է տենց բան բայց ես էլ լուրջ եմ Էմիլ Ջոնկերը մի քիչ երկարացնես ոնց աչքերը խփել եմ անեմ վրից ինչ հայկա նկատում եմ քն ոչ թե հայկը լավ ինքս շարունակվա Անունիդ բան չասեցի թատրոնի հետ եմ։ Օй, վերջն է։ Ավելի վատ գրես է տանը դարձավ ավելի վատ։ Բայց սովորեցի իրանցից որ պահեմ, այդ մասը պահեմ, որ այդ լավ բանը սովորեցի որ հունիցս հնարավորին չափ չեմ ասում վերջնական։ Հնարավորին չափ դուրս չգամ, էլի։ Ես յուրաքանչյուր անգամ նորմալ է, ես մամից դուրս գամ, ձեզ համար նորմալ է լինել։ Մի բանով կամ գլխից կփեք, կամ ջատեք երկրը կամ նորմալ չի։ 5 Նորմալ չի։ տարի Եվրոպան բան չի փոխել, չեմ հասկանում։ Այ որոշակի մարդկանց մոտ նախատեսվում է շփումը։ Մայր որ ասում ամեն անգամ է թատրոն, հայք թատրոն ներկայացնելուց ես անընդհատ պետք է ասեմ։ Հայք թատրոն, հայ քրիստոնյա, վայ մոռացա։ Երիք այդ կան։ Վայ նո։ Եթե լավ էր արդեն գոհ։ Հայ Շարունակես քչճվելու եք, այ։ Հայաստան, հայրենիք, սփյուռք, այդ ամեն ինչը ամփոփված է այդ մի բառի մեջ։ Ես ամեն անգամ պետք է ներկայացնեմ, որ իրանք չասեն անվանակոչել են, էլի, տենց որպես հայք, որտեղ ես ինքս էի նեղվում, ինչի հայք ոչ թե գոհար։ Ես դրանց էի նեղվում։ Դա լուկաս։ Ներկայացնելուց ես մի հետաքրքիր բան պատմեմ։ Իհարկե պատմի ես, սրկը պատմելով։ Դա ասում են ընտանիքում աշխատանքը տղամարդուն է, խոսքը կնոջին է։ Միշտ, Չեմ ես ասում, ես խոսում եմ միշտ։ Եթե հարցեր չկան հայկին կարող գնաս Այ ջան, դու ես կադրը պապրավկա արա մեկ։ Պատմի գոհաճան, պատմի լսենք։ Պատմի հաճիկով կլսենք, բայց երեքից մտքում սենց է, չէ՞, ես սենց պատմի հաճիկով կլսենք։ Չէ, ես գեդերային հավասարության ոնց որ ասում, տոհմնակիցներից եմ դրա համար։ Ես այդ քասածներից չեմ, գենդերային հավասարության նախարարն ասել։ Չէ, լսենք իսկական։ Շնորհակալ եմ շատ իմ լավ ընկերներ։ Ուրեմն դեռ չենք գնացել աշխատանքային, այսպես ասած, մնալու ժամանակավոր Սփյուռքում։ Հյուրախաղերով դե 18 թվականից հյուրախաղերով մենք անդադ Եվրոպա, Հայաստան այսպես գնում ենք։ Մի հերթական հյուրախաղի ժամանակ թռնում ենք բանով։ Թռիչքը բանով է։ Հոլանդիա, չէ, Պորտուգալիա։ Պորտուգալիա, Լիսբոնով։ Պորտուգալիայի аэроպորտում ենք full Մենք պետք է 11 ժամ սպասենք։
Էժան Տոմսը։ Տրանզիտա, հա։ Բարեկամներ մետես, դու փող չունեք Դե դերասաններ։ Լավ Տոմս եմ ձեր համար 11 ժամ Լիսբոն, 12 ժամ Բուդապեշտ։ Սանչո, այսինքն 3 օրից դու ինչ որ 1000 կիլոմետրից վերադառնալու ես քո տեղը։ Հաջորդ գնալուց ուզում ենք արդեն այն խոհանոցային բաներ։ Ամեն ինչ վերցրել ենք։ Ինքնից բաներ տանենք, որ այնտեղ Հոսանքով ջարդը այրոպորտում Հնդասկի շորտ լեզու սովորեցին։ 5 մարդ տեսան գնոր։ Հավատացեք, հա, ուրեմն գնացել ենք, ասեց ֆուլ տեղ չկա 11 ժամի չանենք, ոչ նստելու տեղ կա, Ոչ կանգնելու տեղ կա, ոչ պարկելու տեղ։ Մեկին էս հայկը պատտվեց, ասեց, երեխեք լավ տեղ եմ ճարել։ Լավ տեղ եմ գտել։ Եկեք, լավ տեղ մարդ չկա։ Մարդ չկա։ Ոնց կարող է ստեղ մարդ չլի, լավ։ Մի սրահ, ոչ չէ, մնացած տեղը նստելու տեղ չկա։ Չպատմես, հայ, չպատմես։ Դեռ մարդ չկա։ Դու չպատմես։ Փակ զոնա է, կորոնավիրուս է։ Չէ, սա կգր ավելի վատ։ Չէ, ինչ որ Ավելի վատ զոնա է։ Չէ, ավելի վատ։ Ես եմ հայկնա ու եւս 3 հոգի մեր հյուրախաղերի ժամանակ 3 թե 2, 4։ Կապ չունի քանիս, մնացածին չեմ հիշում։ Մեծամտություն է, մնացածը ջահել է։ Իսկապես տեսակ մարդ չկա։ Լավ, տեղավորվեցինք բան ու պարկեցինք, բոլորս քնեցինք, համարյա 2 ժամ քնել ենք։ Արտնացել ենք, Կովկասի գերոին տեսել ենք, չէ՞։ Որ Եղիամա դեմքի վրա նստում է փագում։ Առազինքում է։ Ուրեմն վիցիլացիոնի սրահն ենք մտել, որ այդտեղով այդ սառոթը փչում ու հետ։ Դες մաս կա, բայց էլի սպասա սրահը։ Ուղղակի չպետք է քնես այդտեղ։ Բայց չես բան։ Բայց հետաքրքիր բան եմ մտածել։ Գնացի հասել ենք իրան ստունը, բոլորս իմանտ ենք։ Հենց էլ եղավ։ Հա, դու մեկ հիմա չգիտենք, այգի վրա չխայտանանք, ինչ անենք, որտեղ բուրս կոպտել ենք հիմա։ Մարդու արած լավությունը, ձեր համար տեղ ա Քնելու տեղը։ քնելու տեղ Բայց մեր հայավարի մտածելակերպը դրա ոչ ոք չի հասկանում, էլ տես հայ չեն նայ, որ հայ լինենք հասկանամ, որ Ազատ տեղախի չեն գալի։ Մենք ուրախացել ենք մեծ։ Աչքերս բացեցի ձեր պապին էր կանգնած։ Բացեցի պապին։ Հայ նոր տարի սկսել է։ Դինգլբելս ջունիոր Սալցը բռնել է, էլի։ Կարայի միսը դներ սպահել էլ ինքը կսառել, հաստատ կմնար։ Այդ երկոքին տենցել էլ չեկան մեզ հետ։ Այդ էր իրանց վերջի հյուրախաղերն էր։ Այդ երկոքին չդիմացան, ես ու գարը ինչ ոստորենք։ Դիմացակ։ Սուրտը դիմացան երկուսը։ Ես մի 20 տարվա բան եմ հիշել այսօր։ Պատմություն չեմ հիշում, բայց մի 20 տարի առաջ մենք իրար հետ նկարվել ենք, աշխատել ենք։ Խելար սկեչեր էինք նկարում այդ օրը։ Գիտես չեմ հիշում այդ սկեչերի 20 տարի առաջ։ Հա, հայ TV-ով 10 պակաս։ 5 թվեր էր երևի։ 10-ից պակաս թե 10 պակաս։ Էդ էլ չեմ հիշում։ Այսինքն օրը այնքան սկեչ էինք նկարում, որ ես հիմա այդ շուտկեկը չեմ հիշում, էլի։ Բայց հիշում եմ այդ մեր նկարների օրը առատման ծերիգում, տենց մի 10-ատ 20-ատ բան նկարում էինք։ Հիմիկվա Հայկի էներգիան անգամ 20 էր, էլի այն ժամանակ։ Հա, չէ, հիմա մի քիչ ավելաց է։ Արում եմ հանդիսություն եմ վարում, Լիոնի տարածքից մի քիչ եկով, ես ու Գոհարը հանդիսություն ենք վարում։ Ու մեղադրելու չէ, մեր լավագույն երաժիշտներից մեկը չեն տալիս անունը ու չեն գալ տարածում լուրջ նայում է այդ վարելուց, խոսալուց ընթացքին, շարժվելուց, որ մի ծերից մյուս եմ գնում, գալիս եմ, մտնում եմ խոհանոց, դուրս եմ գալիս առանձին միտեղ դուրս են գալիս պատշգամբ, ասում եմ մի արա էդի, քեզ մի օր այդ ինչ որ օգտագործում ես կսպանի։ Իան թվում է, որ ես ինչ-որ բան եմ կիրառել, որ այդ ամեն ինչը, բայց ինքը լուրջ է դա ասում, ինքը ինձի օգուտ է ասում։ Գիտի ինչ որ դեղեր է գործում էլի։ Հա, որ դու որտեղ չի, որտեղ ասեմ ինչ ռիթմը։ Հայ ջան մի արա ցավը տան, այդ բաները քեզ այդ լավ ուրիշ տեղ կտանի։ Ադրենալին էլի։ Հա, Չէ, բայց ֆանտաստիկ էներգիա է, էլի։ 1996 թվից 97 թիվը Արմեն Ամիրյանի հետ հիմնած Կինո Հայաստանն է Բանգլադեշ։ Արմեն Ակոբ հերոստանգերություն։ Միջև հերոստանգերությունը մշակութային տունը Այդ բաները անգիր գիտիկ դες, չէ՞, Արմեն Ակոբն էր։ Ալմեի ժամանակներից Կոմիսիոնի կողքը բան։ կոմիսիոն կեներ կող։ Որոշ վերապահումներով անդամանց ստացանք, չէ՞, հիշում ես։ Ուրախանում է, հին բան ասում ես, ինքը ընկնում այշողություն բանա։ Ստալին։ Գնաց։ Հա, այդ է։ Բեմադրություն եմ արել, որտեղ չարքեր կան։ Չարիքնա,
Չարագործը իր ճտերով, չարկաճտերով։ Ճիշտ չարկա դե։ Բայց կա նաև ասպետը, կա արքայադուստերը, կա ասպետի զինագիրը, օգնականա զինվորը, ոնց է զինակիրն է։ Զինակիր։ Ախրանիկ։ Հա, տենց բեմադրությունը լավ, երաժշտական, սենց բանով որ չարին հաղթում է բարին, այդ բան։ Ես էլ չգիտեմ որ տեղը տարածքը տալիս են մեր հոգևորականներին, ոչ մի նորից եմ կրկնում, ոչ մի պրետենզիա չունեմ ձեզ։ Մարդիկ գալիս էին դա աղոթատեղի էր նաև դա լիճի իրենց համար։ Իրականում լավ են վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր Աստծուն են հավատում կամ որևէ բանին, որ հավատում են այդ մարդիկ։ Ես այդ մարդկանց լավ եմ վերաբերվում, անուն չեմ ուզում դնել։ Չնայած ես ինքս առաքելական եկեղեցու հետ որտեմ, բայց դա չի նշանակում, որ սկսել եմ մեկին անուն։ Պետք է որ այդքան հիմա արդարանում ես, նա կոմենտները գնալու է։ Վատա գնալու, գիտե, մարդեն ես այդ ժամանակ լիոնում կլինեմ։ Մի բզբզա էլի պատմությունը պատ։ Այսինքն գնում ենք Գնում եմ գնալ ենք հետ, գանք, այդ մասը կկտրենք։ Եվ Պրեմիերայք պատրաստ է, երաշտական ներկայացում, չենք խնե գիշերը, գնացել ենք 90-ականներն է, թե ինչ ենք ճարել, թե որտեղ ենք մտել, թե ինչ ենք խմել, էլ մեր այն ժամանակվա ինչ որտեղ չի, որ օբյեկտը փակել ենք մենք, լայքս, այդ չի։ Գտած մի բան դե պարզա տուն չեմ գնացել, հետ ենք վերադարձել, որտեղ առավոտ պետք է պատրաստենք այդ ամեն ինչը ներկայացում պիտի լինի։ Խնել եմ հենց սենյակներից մեկում։ Աթոռների վրա։ Այդ վրից հակած այդ կուրտ կայր այս թևի տակը ճղած էր կարած էր ինքը այդ բանով էդի տենց թույն թազա կուրտկով չեմ էլի այդ 90-ականների նորմալ բա այսպես վիճակներում ենք ապրել գնացեմ առավոտ 6-ին կոմ եմ պարկե ու չգիտեմ ժամը 8-9 պայմանական եմ ասում աչքերս բացում 4 հոգի մարդ են կանգնած բայց սա ռեալ պատմություն է 4 հոգի ռեալ Հոգևորական։ Ոչ, բան շորով են, գրաժդանսկի շորով են, այդ կենցավ են հակացում, մեջտեց մեկը պապայով, ես աչքերս պախմել, խմելել ենք, ես չեմ խաղում ներկայացման, ես բեմադրել եմ, իսկ այլի էր, այդ ժամանակ, աչքերս չի վերամ, ինձ թվում է տեսիլք է, որտև իրեկը լուրջ կանգնած են, մեկս ասում աստուծ ջան, ինչ եմ արել երեք ախր ոչ մի բան չեմ ել թատրոնի կազմով ենք եղել, խմելն եմ եկեք քնեն ոչ մի արտարոց, ոչ մի բան չի եղել, ինչն է։ Պաուզանը երկարում է, ես բացամ տենց ասում եմ, բարև ձեզ, ես բարևն եմ, նորմալ մարդկային, հայկական։ Ուզում եմ հասկանամ ովքերն են։ Մեջներից մեկը։ Մենք 3 տարի է։ Այստեղ աղոթում ենք որ չարքերը դուզ դուք չարքերը բերել ես բեմ ես լցրել ու չարիքների մասին ներկայացում ես արել ինձ թված լավ կատակ է դա այսինքն լավ պատրաստված կատակ է որովհետև չեմ պատկերացրել որ լուրջ կարա ինձ մեկը տենց բան ասի որովհետև բեմադրություն է արած մեջ չարկաճտերը կային հա իրեք համով էին ավելի ամե դրականներ կար ու դրականներն են լավ էր հաղթում այսինքն ու շատ Դե առաջի երեք անգամ հասպասում եմ, որ սա կծիծաղեն, կժպտան, չէ, կարևոր բան է։ Որ մի քիչ էս, քիչ է մնաց, ասում եմ, դե չէ, ներկայացում է սենց է պատմել։ Մանկական ներկայացում է, ասում եմ, տոնածառային ու բան։ Ոչ մի միմիկա, ոչ մի բան չի, իրանց տոնն է բարձրանում։ Դա աղոթատեղի է մեկը ընդեղից։ Եվ մենք այս տոնով, Ես էլ չգիտեմ, ես նոր եկել եմ Արմենը մեր Արմինան կանչելա բեմադրությունը երաշտական արել եմ, ես კი չեմ էլ հիշում նույնիսկ եթե ասել են որ տենց բան կա, բայց չգիտեմ որ այդ մարդկանց պիտի լավ վերաբերվել նոր, բայց հունիցս դուրս եկա Էմիլ ջան, հունիցս դուրս եկա, գիտես ինչի որտեղ բախմելը վարտնացած ռեժիսորին չի կարելի ներկայացնել, մասի որևէ բան ասել, ու ֆանտաստիկ էներգիան այդտեղ էր եղած էլի, հա։ Ես մի անգամ Հայկին հանդիպել եմ ոչ ֆանտաստիկ էներգիայով։ Այո։ Հետարքիր պատմություն է իրանց հետ։ Մի վարքան նա հասկանանք ոչ ֆանտաստիկ էներգիան ինչա նշանակում։ Որ ինքը միշտ էներգիայով լի է, այդ օրը ինքը այդ ֆանտաստիկ էներգիան բացարձակ չկա։ Հա, բա ես տեսել եմ դրա համար եմ ասում։ Ընդորում է եղել է Բելգիայում, Բրյուսելում։ Ես հասկացա, էլի Էժան Տոմսը եղել 11 ժամ, 6 լեզու սովորելով հասել եմ Իրանց խմբով դերասանական, ինքն Գոհարը ու էլի 2 կամ 3 Փարիզից ավտոբուսով եկել են, միսիան դրվել է իմ ընկերոջ վրա, որ պետք է դերասաններին եւ ասում Բանը Գյումրեցի է էլ այդ ընկերը Սամվելը ողջույն։ Սամվելը ողջույն Սամվել ջան։ Ասում է բանը, հա, բերթանք դերասաններին թիմավորենք։ Բանը ասում եմ ով են, դե նկարագրում հասկանում եմ, որ Հայկ Գոգան են ու իրենց խմբով։
Գնում ենք Բրյուսել, իրանց դիմավորելու ավտոբուսից որ իջնում են, արդեն զգում եմ, էլի ինչ որ շատ երկար ճանապարհորդ են գնացել, խաղացել, հետո ներկայացումից հետո ավտոբուս այդքան ճանապարհ, բան են որ տենց իջնում են ավտոբուսից, բան ու սոված։ Ասում եմ ժողովուրդ սոված եք, հա, գնանք միտեղ հաց ուտելու, գնանք։ Ու ասած իրար կողքլիկը ռեստորաններ են, շատ նման են իրար, այս իրար կապած ռեստորան։ Էսի մտնենք, չէ, էսի բան մեկը բան, այս մեկը մտնենք ժողովուրդ, ես իմ այս մեկը դուրս չի գալիս, ամվել Աբջան էսի լավը չէ, անցնենք, բան, ասած ինչ որ, չգիտեմ, խի ընտրում ենք, բայց սա նույն բանն է, էլի։ Գալիս ենք ու ցավով էսի եկեք մտնենք, այս ռեստորան լավ։ Գալիս ենք այդ ռեստորանի դիմաց անցնելու, ասած սեղանի կային, բարձր սեղանիկներ են, չէ՞, լինում որ գարեջուր են խմում, երկու տղա կանգնած միջին տարիքի տղերք են գարեջուր են խմում ու զգում եմ, այս տղերքը սենց ինձ են նայում ուշադիր։ Դե եթե Եվրոպայում ինչ որ մեկը քեզ նայում է, դա բնական է հայ է, էլի ճանաչել է։ Մանավանդ որ գարեջուր է խմում։ Չէ, գարեջուր խմող շատ կա։ Ոտեց նայում ենք, իրար նայում ենք, անցնում են, մտնում են հերթով ռեստորան ու ասես որ երկար ենք նայում, գլխով, բարև ախպեր ջան, բանա, всё հայ տղերք են, դուրսը կանգնած գարեջուր են խմում, մտնում ենք ներս, նստում ենք, տեղավորվում ենք, բանը բերում է մատուցողը մենյուն, սկսում ենք ընտրել, դե մենք ասենք այտենց մի քիչ խամ ժողովուրդ, ով որ տեղացի ասում ենք օգնեք, բան արեք։ Այդ տղերքից մեկը գալիս է ներս, մոտենում է, ասում է ձեզ օգնեմ, ասում է այս մենյուի հարցով, ասում եմ ծանոթ ես մենյուին, ասում է ասեմ ավելին, ես եմ գրել, ասում է իմ ռեստորանն է։ Ասեց իմ ռեստորանն է, ասեց, հա, ասեցի դերասաններ են բան, ասում է ճիշտն ասած մենակ քեզ եմ հլը որ ճանաչել, մնացածին ասում է չգիտեմ, վերջը ասի ծանոթացեք, ասեցի եթե կարաս ասեց եկեք դուք ոչ ման մի ընտրեք, ես իմ հայկական ձևով ձեզ в общем եվրոպական ուտեստները, բայց հայկական քիմքին ծանոթ բան, վերջը բերեց սեղանը շատ լավ տենց դրեց, հետո էլ գնաց խմիչքի իհարկե բերեց դրեց, ասին նստի որ ծանոթանանք նորմալ։ Հայկս դե այնքան հոգնած է, այդ մի բաժակ արավ։ Խնում է։ Խմեց 3 սուտկայի չափ գնաց։ Հանգեց էլի։ Վերջը մենք այդտեղ ծանոթացանք տղու հետ, ընկերացանք, մեզ այդտեղ հյուրասիրեց շատ ճոխ։ Ու հետո մեր ընկերությունը իդեպ ասեմ որ շատ երկար շարունակվեց իրաց գրած մենյուից նվիրեց գոնե ստորագրությունով բան։ Ինքա չէ, ուրիշ բան ինձ առաջարկեց, ասեց որորը կգաք ստեղ, մտնում եք անկախ ամեն ինչից, ես ստեղ եմ, բոլորը դա ասեց, ստեղ եմ, ստեղ չեմ, բան պետք չի, ուղղակի ասում եք որ դուք բանի շեֆի ուրեմն ընկերն եք, մոտիկներն եք, ուտում եք, խմում եք, քանի օքով ուզում եք լինեք, ասում եք ստեսություն գնում եք, ասի չէ, տենց չի լինի, ասես կլինի։ Երբ գաք, այսինքն մենք հիմա այդ բանը ունենք։ Ու դրանից հետո միշտ տենց անում։ Լյուբոյ համարով կարակ զանգահարեք։ Մենք ունենք այդ։ Հիշում եմ շատ ենք, որտեղ Շատ է։ Սեղան աչքիս արջև է հենց հիմա։ Շատ ենք։ Մենք դիմավորողներս ենք, ու այսպես շարքով նստել ենք։ Ես հիշում եմ շատ ենք, բայց ովքեր ենք։ Մենք դիմավորողներս էլ էինք շատ։ Մեր ընկերներից հարազատներից կային ձեր խումբը։ Արմինեն էր։ Սեղանի գլխին Շատ ենք, շատոր ենք։ Գիտես, ախպերը տժծնում է, էլի։ Ուրջան բանը, ուրեմն, հա։ Իսկ այդ բանի ակտիվության տենց բան կա, մարդ որ ծնվում է, ասենք հիպերակտիվ է ծնվում, հետո եմ իմացել որ տենց բան կա։ Ես 22-23 տարեկան ինձ ուզում էի բուժեի, ինքս։ Ինձ ուզում էի բուժեի։ Ես քնում էի 2 ժամ, 3 ժամ ինձ հերիքում էր, որ ես սուտ կես, մի օր ու կես հետո չքնեմ։ Ինձ դա հերիքում էր։ Ես չգիտեի դա ինչ է ու Ռուսաստանը այդ ժամանակ 10-ից որ ավարտել էի Մոսկվայի ընդունել սովորում էի ու այնտեղ տղեկից մեկը ասեց մի անհանգստաց ես խմում էի սիգարետ էի ծխում, բան որ էներգիաս մարի, որ ես քնեմ, որ կարողանամ քնեմ։ Որտեվ մարզում էի միջև, չէի խմում ծխում, հետո վայ, ես ինչ լավ է, որ դա կարելի է այդի խմել ծխել։ Մի խոսքով գալիս է մի պահ, որ գնում եմ բժիշկի։ Կին է տարիքով բավականին լուրջ մասնագետ։ Լավ իսկականից պարկած ու սովետի դպրոց անցած մասնագետ։ Անալիզ ու բան եմ տալիս մի շաբաթից ավել, բայց չէ։ Բանով գալիս է նորմալ ու բան, ես ինձ թվում է դեղով, չէ, սովետի մարդն են, որ դեղով բան կարելի է բուժել, ես մի ինչ որ դեղ տա ինքը, որ ես սկսեմ քնել, նորմալ։ Ինքը հարցնա քանի ժամ ես ու հանգիստ է շատ, որովհետև նորմալ բժիշկը շատ հանգիստ է, իմ հետ եկած ես մի շաբաթ, թե ինչքան, չգիտեմ, 10 օր գնում գալիս եմ, կամ չգիտեմ ինչքան։ Ասма դուք վերջ տվեք ինքներդ ձեզ բուժելու համար կամ անհանգստանալուից։ Շատ հանգիստ ասում։ Դուք ուղղակի ծնվել եք այդպես եւ ձեր օրգանիզմը փուլային ժամանակահատվածով կարող է մի պահ վերադառնալ, որ դուք հանգիստի 8 ժամյա քուն ունենաք եւ կարող է ստացվի այնպես ինձ ջայր տվել։ Որ ավելի շատ անա։ Որ 2 ժամ էլ քնեք եւ ձեզ ես այդ ժամանակ 2 ժամ եմ քնում։ Որից ձեզ 2 ժամն էլ բավարարի եւ դուք հանգիստ ոնց եմ, բայց ես հետս չեն մնում մարդիկ, երբ որ ես
ապրում եմ, այդ մարդիկ քնում են, իսկ ես ուզում եմ հենց ապրել։ Ես ուզում եմ որ գիշերը 4-ը ժամեր այդ մարդկանց հետ են շփվում, որ գիշերը այդ ժամին արթուն են եւ շփման կարիք ունեն։ Այդ է։ Այդ է։ Ասма։ Ցավս կհասկենաս ասма։ Դամր կարող եմ ջան։ Սերի եզրակացում գոգը կարա շատ խորը քնի աստորեն։ Բայց թարելես գոգը շատ մակերեսային է քնում։ Եթե մի հատ Все-таки գիշերը հերում է։ Էներգիան պետք է ծախսել, էլի 3 գիծ ունի, էլի։ Հայ գուրես։ Իսկ չկա։ Մենք ձեզնից ակնկալում ենք մի հատ երկու պատմություն կուրիոս։ Մեկը Սփյուռքում, դրսում, եւ մեկը կարծում եմ ընտանեկան մի պատմություն, որը որ ձեր մեջ շատ տպավորված կլինի։ Ամենախայտարակ պատմություն։ Ամենախայտարակը Սփյուռքի։ Նայ, մի անգամ ցա եղել է։ Եկել հաստատ է։ Թեմայով կա էլի պատրաստ։ Հա։ Չգիտեմ ամենախայտարակն է թե ամենախայտարակը չի, բայց ամեն դեպքում կպատմեմ։ Մորս մասին բան չպատմես։ Չէ, սկեսորից այդ պատմությունները լրիվ հումորներ են, լրիվ աշխարհ հումոր է, բայց այստեղ է դա կապված։ Ինքը դեռ չի եկել, չեմ ուզում եմ այնտեղ ժողովուրդը նորմալ ապրեն, էլի։ Չեմ ուզում։ Լավ, հանգիստ ապրեն։ Մամջան։ Այդ ամբողջ տանդրությունն իմ վրա եմ վերցրել։ Հա։ Վերջը, լավ, Ֆրանսիայում ենք, ուրեմն նոր ենք գնացել, դեռ ֆրանսերեն այդպես որ ասեմ հիմա Վարժ չեք խոսում վարժ, հիմա այդպես վարժ չեք խոսում, բայց Պրոդուկցիոն։ գոնե հասկանում եք, էլի, հա։ Գնացել ենք, ուրեմն թղթաբանության հետ կապված ինչ որ բան կա թարգմանչած դպրոցի ընդունելության, այնտեղ ինչ որ բաներ են ուզում, դե չէ, այդպես բան կա։ Հիմա զանգել են հեռախոսին պատասխանում, երկու բառ գիտեմ։ Bonjour, ça va. Այդքան բան։ Ոչ չգիտեմ։ Մի բառը գիտեմ։ Որը, merci beaucoup։ Երևի։ Չէ, վերջում ասեցինք merci beaucoup, բայց Մերսի ծախայերը գիտեմ ծվածողանը։ Հիմա զանգել է հարցում, մարդը հարցեր է տալիս, էլի։ Ասենք ես ունես, այն ունես, ես ընդհանրապես ասում bonjour, ça va։ Ինչ ասում ça va, bonjour։ Ինչ ասում այդ եմ ասում, չգիտեմ, դե Պրոստը ուրիշ ինտոնացիաներով։ Ինչ որ բան հարցում ասում, oui, bonjour։ Ça va։ Ինքներս գոռում եմ, ça va։ Ու ինչ որ բան հարցում, oui, bonjour։ Նույն բանն ես ասում դու։ Ես դե որ չգիտեմ, ուզում իրան հասկացնել, որ ես չեմ կարողանում խոսել, որովհետև ես նույնիսկ չեմ կարող իրան բացատրել ֆրանսերեն, որ ես չեմ կարող խոսել։ Հիմա այսինքն գիտեմ, որ ասում են je parle pas français, այսինքն նշանակում է ես չեմ խոսում ֆրանսերեն, բայց այն ժամանակ դա էլ չգիտեմ։ Ես իրան ընդհանրապես բացատրում եմ, որ այսինքն bonjour, ça va նշանակում է, որ ես չգիտեմ ֆրանսերեն։ Լավ է, դու խոսում ես bonjour, ça va, ես ասում bonjour, ça va։ Բայց այդ ես ֆրանսերեն չգիտեմ, եթե շատ վարժ ես ասում, դա էլ է իրան շփոթության մեջ ասում, շատ ֆրանսիական Բայց ոնց ես խոսում, եթե ասում ես je parle pas français, այսինքն դու պարզ ասում ես, չեմ խոսում։ Հա, հիմա ասեցի, վերջում դե ջղայնացա բնականաբար անջատեց, եկել լուրջ նայեց դեմքից ցած։ Ես չեմ հասկանում։ Արա դրանք որ ֆրանսերեն չեն հասկանում, չի զանգում։ Այսինքն դիմացի ֆրանսերեն։ Ինքը որ չի հասկանում ֆրանսերեն։ Ֆրանսերեն որ խոսում էր ասում, ինչի դիմա չգիտեմ, ես դրանով խայտարակ եղա թե ինչ է։ Չէ։ Այս պահին դա հիշեցի։ Որ ֆրանսիա չգիտես 2 ժամ ինչ էր խոսում, չէ՞։ Խոսում ենք bonjour, ça va, վերջում բայց այս merci beaucoup։ Մամաս ու քերիս իրար հետ որ հեռախոսով խոսում են, երկուսն էլ լացկան էին, էլի։ Քերին Եվրոպա էր, մաման տես խոսում էր, դες հասկանում եմ որ մաման հաստատ քերո հետ է խոսում, էլի, ասեն։ Հա, սպասում եմ, էլի։ Վերջում ասում եմ, մամ, քերին ոնց էր, քայեբի մածա։ Երկուսն էլ գուլ են։ Ես parasca։ Բոլորի շնորհակալություն Փարիզում տունը որ ապրել են կանոնները բոլորով կարող տամ հիմա չտամ բոլոր ում մոտ որ աշխատել եմ ում հետ որ շփվել եմ մերոնց բոլորին այն ովքեր որ կանգնած են եղեք ողքից ովքեր որ նույնիսկ ինչ որ ձև նենց չեն կանգնած եղել բոլոր նրանց է ողջունում ու շնորհակալություն ենք ասում ես ու գարը այս պատմությունս այդ խայտարակ զավեշտայի պատմության մասին Пожалуйста Ես իմացա ինչ է պատմում Մեր ազատի մոտ ընդունում եմ շինարարության մեջ որպես բանվոր ռեմոնտ ենք անում բնակարանները եւ ես որպես բանվոր աշխատում եմ նորմալ բանվորի շորով հակած պլակոյի կնա գիպսակարտոնի մի կտորը գլխից ծոցս մի բուր ցեմենտ
Մի խոսքով ամեն ինչ որ կարող է լինել այդ շորով բանով, կենտրոնում ենք լավ տեղ ենք այդ լավ բնակարան ենք վերանորոգում ու անում, Ազատ ասում է Հայկ ջան, ներքև կիչնես այն դիմացի խանութի մոտ մեքենանա կանգնելու, մեզ բերելու են ապրանքներից մեր 3-4 հատ բան, խնդրում եմ դու իջի էդի բեր, արի շարունակենք մենք մինչև դու գաս, մենք էստե գործում ենք։ Ես նորմալ այդ շորերով գալիս եմ, իջնելուց արդեն որ դուռը բացում եմ, տեսնում եմ որ ավտոն մերոնց գալիս է որ ապրանքը պետք է տան, պետք է սպասես Կարմիր, կանաչ, լույս ու բան, այդ շորերով գալ, խաչմերուկին վազել կան, օպ լույսը բացեց, ավտոն կանգնելու երկար ժամանակ չունի իրանք, վազելով գալիս եմ ինքը դալանի կոմա թեքվում, վազելով այդ ավտոյի մոտ սենց այդ փոշին շորը թռնված, նորմալ է դա բոլորի համար էլ ընդեղ փարկաս ու հասկացա երես ինչ լավ ցավը տանում ես իրը, հասկացել եմ այդ ինչա, վազելով սենց գնալով, սենց գալով, մեկ է ճանապարհին կին տարիքով եւ աղջիկա հետ իրա Նեցեք, դուք մեր դերասանը չեք, ավտոն չի կարա երկար կանգնի մեկ, ես աշխատակի մեջ եմ երկու, չես կարա ասես չէ, հանե որ ասես ես ալսելու, նեցեք, դուք մեր են դերասանը, աուներ չի տալիս, այդ դերասանը չես լով, Կարանցել այդ արագությունը ժումվում եկե լույսն է բացելա, բարձրացնում եմ վերև Ազատի մոտ, այսինքն այդ բան չէր ուզում հիշեի, ոչ թե որ չեմ սիրում մասնագիտությունը դա չի, բայց այդ բային այդ ժամանակ դուք այո, ձերս մակի ես յոր արձագանքով ալս է ձերս յանց այդ ժամանակ դի ասես ոչ, հորեք պորտկանը ու գնաս էլի եղբայրն եմ Քո դեպքում դա է որ ասելա դու են մեր դերասանը չէ այս վերջերս մեր հարուտի հետ միտեղ կանգնած ենք մի հատ շինարկ ինչ որ հողի գլուխ կանգնած ենք մեր ընկերներից մեկին պիտի օգնենք հասկանանք ոնց ինչ ենք անելու ու տրակտորիստ է եկե ու մեր զրույցի մեջ ես տրակտորիստ շատ ակտիվ մասնակցում եմ էլի որ շատ ակտիվ նույնիսկ են կարգել որ մենք խոսում ենք ինքը չի էլ լսում իմ հետ զուգահեռ մեկը խոսում է բան ու որ եկավ հարուտնա կանգնած ու ես ինձ սենց արեց ասեց մեր դերասանը չէր Հարուտը գժվավ էլի ասեց խի անցյալով մեռելա ինչա էս Ավելի դաժան բան ասեմ ասում է ես ընկերս ա ծանոթացի սրանք էլ դերասաններ են Ասում ընկերս ա ծանոթացի սրանք էլ դերասաններ Սրանք դա դու կապ չունի անում բան ինչ դերասաններ են էլի Պապուկ ասի ճանոթացնան սրանք էլ դերասաններն են Լավն Ուրիշ ընտանեկան կուրիոզ պատմություններ են կեր Շատ լավ, շատ Հայտարարներից Չգիտեմ, որը վիդեո է անում, որ տրամադրությունը բարձրացնեմ մեկ-մեկ պարի մի հատ ձև եմ ես հնարել ու անում, որ փորով եմ պարում, այդ պարը Այսինքն մարմինը կանգնում է, չէ, պորտավարը Որտեղ փորով պար մենակ այդ վիդեոյի Դա փորով հայտի է դա, չէ Ինքը հենց կոնկրետ փորի պար, այլի, այսինքն փորով եմ պարում, մարմինը կանգնում է, դու փորը տես մենակ շարժում, դե հիմա փոր կար Գարը վերցնում դա նկարում է Նկարում է, հեռան խոսի վրա նկարում է, ես դեք ումար եմ ասեմ, վիդեո էտի չկցես, ես իմ ուր, ես իմ ինչ ու բան, դե մեր ընկերներից կան, ցույց տանք ձեզ դու կարող ծիծաղեք են, նորմալ ավելի հումորային, ավելի ծիծաղելի բաներ եք տեսնում, լավ ակջան, բայց մարդ, որ մեր մասնագիտության չի, ինձ ես երկար թումբանով այս տիպի, բարակ պլեջիկ մայքով, նիհար փորս առաջ, ու տենց որ բանցա քիչ է շրջվում է, հետո տենց էր գնում է, պատահական, չգիտեմ, ոչ թե համացանց կցած չի փարկասու, փարք տիրոջը, աստվածջան ինչքան տեղից դու ինձ Բայց գտակ մեր հաղորդման մեջ է Շատ ամեն երկու Այսինքն ես դրա հիվանդություն ունեմ, էտա դեսած ես երբեմն երեկոյան այդ պորտապարն եմ պարում Չէ, էդի մեր ընկերներից մեկին չեմ հիշում ինչ ձև հեռախոսը բացելուց ու բան ու վիճակից ու բանից գարերը ասում այդ ինչա գարը ասում ինչ ասում բանը հայկն ասում հումոր անում ու բան էս դե շատ է ծխվում ինքը որովհետև մեր մասնագիտությունից չի եւ вообще չի ընդհանրապես չի պատկերացնում вообще Անակնկալ է Հա որ ես տենց բան կարամ անեմ այդ բանը հանդիպում եք ինչ որ նստած ու
Կացենք խմում ենք բան էսպես նայվայից ծածկ։ Չեմ ջոգում ես, այս կոմեդիայի մեջ նկարված չեմ այդ ժամանակ, էդ էլ ասեմ, նե չոր մի հատ նես բան եմ նկարվել կոմեդիայի մեջ։ Երևի այդ պահն է։ Ոչ իման խաղում եմ թատրոն, բան ինչ որ դերեր եմ չար խաղում, բան սերիալներում, բան ինչ որ տենց բաների մեջ եմ։ Ես էլ ուղղից նանավից Հարնը տալ, բայց դες 3-4 բաժակվեց դեպքը ծորմայից Շատ կոմեդիի Սենց, ֆոտոներում հա, այդ էլ չցույց տաս, կամ մեկը որ ես Կա կարա հետո հեռախոսս որոշտում ցույց տա կջնջեմ։ Բայց որ ինձ անցկացինքի բանն ուզե ֆիլմի համար կերպարային ֆոտոներ են ուզե շատ եմ ուղարկել դրանցից Ֆոտոները որ ուղարկում եմ մեկ էլ զանգվածով գոգ լավել չկավ խնդրում եմ մի հատ նորմալ նկարով Քաչամի չես ուղարկել կա։ ժամանակը քիչ եմ նկարվում ասում։ Այդ անցնում է երեկոն արդեն որ սենց բան անցած սա ճանապարհելու պահն է գալիս գնալու բան։ Միջը այդ հարմար չի էլ ստացվում խոսելու բան եղած։ Ես էլ ճիշտ ասած ֆակտ։ Մի քիչ բան եղած եմ էլի մի քիչ այդ ֆանսը մարդը կարող շատ է խմել ինչ որ ուրիշ ինչ է։ Այսպես էլի։ Ասեմ ուրիշ բան կա ինչ որ բան, թող մարդու տրամադրությունը հետո դրանով եզրափակվենք այսինքն ավել բան չպատնի ինձ։ Այդ տղեն վերջում հաջող շատ լավ բան արեց, ինքը սենտից դե կհանդիպենք բան 3 մետր են կողմ եք իրարից։ Հայ, ցույց տեկվեցի։ Օլա, պապա, որ այդ ինքը իրար փորն է լավն է։ Իսկ լավ էր անում, կստացի իրար։ Դույց այդ փորը գնում գալիս է։ Հայ, Դրսում քայլում ենք, մոտեցան մեզ, մեկ էլ դե քան շատ այդ մոտենում, սենց անում։ Հայկ ախր դու այնքան լավն ես, մենք գիտենք որ դու շատ լավն ես, էլի, շատ բարի քո բնավորությունը, բան, ինչ ես միշտ այտենց վատ բացասական կերպարներ խաղում, էլի, վատ դերեր տանում։ Մի անգամ ասի Հայկ ասի ինչ ես կարծում, ճիշտը պատմեմ, թե մարդիկ թողնեն միամիտ էլ մնան։ Այդ ճիշտ էր ասում լուրջ։ Ուտեց մի անգամ է գնացել են Գարդեն նկարահանումների, Հանու Սիրոյի ժամանակն է 2009 թիվն է։ Ուրեմն Հանու Սիրոյի մեջ Հայկի կերպարը սարսափել են բաններ ինքը։ Մեկնաբանությունները հետո։ Ինչի համար եմ ասում։ Երկու տիրոջ ծառա էր էլի խաղում։ Մի հատ տղա եկավ ասում բանը։ Ասում Հայկ ջան, Հայկ խնդրում եմ էլի, տատիկս այնքան ազում քեզ տեսնի, արի մի հատ գնանք թող տատիկս քեզ տեսնի։ Գնում ենք մտնում ենք բակ մեկի, արի տեսում եմ բերի, արի տես, մեկ էլ ապրանք, հենց արի տեսում ենք բերեն, թելով կապած։ Հայկը գայս ա մեկ էլ տատը, վայ մերրիմ քիզի, ղուրբան տեղդիմ, քու խմորիմ այդ ֆիլմը նայում, այդ կենան նայում, դու չան հաշյան նայ բան, այստեղ ասեց, տատ Ասեց այդ որ դու նայում ես ասում ես թող եմ քեզ գետինը մտնես այ լավ Բայց դրանից այն կամիստանում Ասեց այդ ո՞նց է հա հիմա տենց ես ասում Վայ բալա ջան շատ գրագետ տատերի դեպ Ոյ ես ըստուն չեմ ասում ընդուն եմ ասում Այսինքն ինքը այնքան խելամիտ նա կերպարա սա իրականությունն է իրան չէր ասում էլի Այդ որ ասեցիր բերեմ բա մի օր մեկը ինձ ասեց քեզ տանելու եմ դնեմ մեր տան գարդիրոպի գլխի Քեզ տանելու եմ մեր տունը շատ էի լսել Քեզ տանելու եմ մեր տան գարդիրոպի գլխին դնեմ Բայց դա մեկը սիրելուց խաղալիք է ինչ Բայց սիրելուց է մեկ հարցը Փոշին կվերցնեն Մեկ շատ սիրելուց է Բայց իրական դենս է սիրելուց Իան կարբեր ինչ ձևով որ ռեակցիան արտահայտվում է մեկը մարդկանց շատ բացասական է դա կարող է լինի բայց դա միևնույն է սիրելուց է գալիս իրանք ճանաչում են ուրիշ բան որ արտահայտչականի կամ ձևակերպումը չեն կարողանում մերոնք ճիշտ դրսևորել որովհետև կարող մարդիկ կյանքում շատ լուրջ մարդիկ են ու խաղացած կերպար չի նշանակում Քեզ դնեմ կյանքի հետ ասոցիացիան абսոլյուտ բայց այդպես ներողություն բան ասեմ մոռանամ էլի ուրեմն մեկը ինձ գրել էր իսկապես գրել էր Գոգ ես քեզ ինքան շատ եմ սիրում գրել էր որ քեզանից զզվում եմ Շատ լավ բան է Այդ աստիճանի է Ես ուզի հասկանալ Շատ դրամաբանական Զիրոդից զզվում Ինքան շատ եմ Էմիլ ջան կներես էլի խոսեցի Ինքան շատ եմ քեզ սիրում որ քեզանից զզվում եմ Հիմա երևի ինքը կլսի նաև որ ես ասում եմ Շատ դրամաբանական Ես ամեն դեպքում շատ շնորհակալ եմ իրենից որովհետև իսկապես Եթե այդ կարգի կարելի ասիրել, ես շնորհակալ եմ։ Հայկ այդ դերսում բնական է, որ ինչ որ մեկը ճանաչում է, կռավում եք որ հայ է, որովհետև ֆրանսիացիները չեն ճանաչելու եւ հետաքրքրված չեն բնական է։ Այդ այտենց հազարավոր պատմություններ կա, որ միշտ ասում են ոնց ես իմանում որ հայ է, այդ գաղտնիք է, էլի, ասենք ասում են ոնց իմացար որ հայ է, ասում եմ դե նայեց ինձ,
մի քիչ երկար նայես ճանաչում է սերիալից ու մի անգամ ընկերոջս հետ sense էսկալատորները դրսում ենք, բանում ենք, Հոլանդիայում ենք, ինքը իջնողը մենք բարձրացողն ենք, երկուսով բարձրանում ենք սևամորթ։ Վերվից նայել, sense ժպտում է, էլի ինձ։ Դες ժպտում է, բան նայում եմ, որ ինձ ճանաչել է։ Իսի հայկական սերիալ է նայում, ասում եմ։ Ու եկավ էսկալատոր արդեն մենք մոտեցանք իրար, ինքը իջնում է, մենք բարձրանում ենք, ուրեմն sense աշկով արեց։ Իջավ էս ընկերոջս բզի ասի Հորա էսի սերիալ նայում ես ինձ ճանաչեց սենց արես չէ նրանցից ալբամոն գիտի դու ես իրանցից ասում աշկով Դե լես աշկով արի ես լավ եմ զգում էլի ծիպետես սևականներն էլ են նայում Որտեւ ես վերջերս մեկը հարցը դրել անդրակցել տալի ու դու չի լինում մեկ այդ իրանց ռեակցիայի կամ ձևաչափի կամ բարին չարձագանքես մեխանիկա է դառնում։ Բանալն է դելա։ Միչև հասկանում։ Այդ ընտանեկան տրանսպորտի Կարող մի բան լինել հայ արվամոն։ Մուսայլյան ջան լավ է։ Ապեր քյոմուր սև էր էլի եմ որ ասենք այտենց իջնում էր ասում ճանաչել է հաստատ նայում է էլի վեր ժպտում է բան ասում եմ էսի սերիալ է նայում Բայց նա դիկտել է բաները, չէ՞, նախ ժպտացած կլի։ Հարցնում էլի ասում աշկով ոչի սարուն Սենց մի հատ հարց տամ, ամենաանհեթեթ խնդիրը, որ ռեժիսորը քեզ տվել է։ Բայց կարաս ռեժիսորի անունը չտաս իմ ջայլոց։ Չեխի կարա տա օրինակ, մեկը իրանք ստեղ չեն դուրսն են, մենք պիտի ինգլիզից Բայց հետո եմ չեմ վերադառնալ եմ։ Այդի տես չէի մտածել։ Բա Եվ կարամ անունը չտա։ Դե մի տուր որ կանաս նորմալ գաս ամեն լավ է։ Գնալ գալդ մնա։ Գալս մնա։ Փորձ ենք անում մանկական ներկայացումը, բայց որ պատեմ ներկայացումն ու անունատապ բոլորը հասկանան այդ մասին եմ խոսում։ Ներկայացման չեմ կարա, պատմությունը հեզրալվե անհեթեթ է։ Ասա։ Ռեժիսորը ինձ խնդիր ա տվել, երկրորդ պլանում կանգնած եմ, ես պետք է պարան թռնեմ այդ տեսարանի մեջ։ Դա ներկայացանеш տևողությամբ մի րոպե կամ 2 րոպե կարող է տևողության լինի, բայց փորձ ա գնում ու դիմացի պլանում գլխավոր դերակատարներն են, ում հետ որ փորձ էինք անում մեզ ասում է դուք այդ տարբեր գործողություն ենք անում, ինձ ասում է դու պարանը թռի, այնտեղ մեկը գնդակ է խաղալու, այնտեղ մեկը ուրիշ գործողություն ան, ես այդ ընթացքում ասում եմ տեսարանը կրճատեմ ու գամ առանց ստոպի։ Մոտենում են իրանք երկու դերասան, ռեժիսորը երկու դերասան, կրճատում են, խոսում են, չեն համաձայնում են, երթում են պարանը թռնել կարող ենք, հա տղիք եք բոլորս ֆիզիկապես լավ 5 րոպե, ենթադրյալ 5 րոպեն թռակ, բայց բեմիրայել դժվար է, եթե ուրիշ բաներից կամ փորձից կամ ներկայացումից ես կամ ուրիշ գիշերվանից ես եկել, դժվար է դանել։ Մի խոսքով թռնում աֆեկտիվ պարան է, այդ էլ ասեմ, իսկական պարան չի։ Աֆեկտիվ պարանով արդեն թռվում են 10 րոպե անցել է ինձ։ Թռնում եմ, մենակ ես չեմ, այն մարդիկ են որ խաղում են, ինչ որ խաղում են, անում մեկը թատրոնի դերասանները դե չէ, խնդիրը տալիս ես եւ ինքը սկսում է խաղալ։ Եվ դա իր տարեքն է եւ ապրուստն է։ Ինքը եթե ժանգլորա լավ ժանգլորա խաղում ես, ինչ ես այդպես անում, հավատք ես լավ ժանգլոր եմ, ես սալարվալ։ Մի խոսքով ստոպ եմ տալի, մի բացում ներեցեք ասում եմ, կա մի բան էլի ասեմ, իսկ չի լինի կրճատեք։ Դիտում եք որ կրճատելու եք։ Մենք 20 րոպե ախր թողել եք բերնել, լուրջ եմ բայց սա պատմում։ Սա չափազանցություն չի սա, ոչ է հնարած պատմություն է, այդ մարդիկ ողջ են, բոլորը կան ու կարան հաստատեն իմ խոսքը։ 20 րոպե դուրիշից հետո երբ որ ես անձրև ա գալի վրի, քրտինքը, աչքերս կարմրել է։ Ու մի բան հուշում էլ ասեմ, ես կրունկների վրա եմ, լավ, էդ էլ ասեմ։ Բանով չեմ, մասիկով չեմ, ոտած չեմ, կրունկների վրա եմ այդ ամեն ինչ անում։ Եվ այդ 20 րոպեն թեկուզ աֆեկտիվ բավականին է գնացել, ասում ներեցեք, շատ նորմալ։ Կարելի է մի բան ասեմ, իսկ չի լինի որ կրճատեք դուք սկզբից, հետո տեսանը սկսեք որ արդեն կրճատված է, մենք հետևում այդ պարանը անձրևա կապիկա ինչա, ֆլորան ու ֆաունան խաղա միայն թե իբանա։ Ես քո տերանիկ ասի չի լինի բաղա գա։ Հետո է հասնելու դրան հետո է հասնելու։ Ինք ասես չէ, չի լինի դերասան ես լուրջ։ Թռեք դուք միջև ես կրճատեմ գամ, երթվում եմ ձեզ։ Մենք շարունակեցինք թռնել։ Զգացի որ մի քիչ անմարդ կա իրա, երբ որ մի ժամ անցավ, Գեորգ ջան, հասկացա որ մի քիչ անմարդ կա իրա, մի քիչ անմարդ։ Ասում ներեցեք մի բան ասեմ, ես ուղակի չեմ թռնելու ասեցի, լավ էլ արդեն, հարի չթռնեմ, որովհետև տենց չեն անում, դե ինքս էլ ռեժիսորական եմ սովորել Ֆրունզե Վահանակիչի Դովլատյանի մոտ, իմ դասախոսներից էլ Արշակից Մարկյան ողջույններ, Արշակ ջան, Վահանակիչս է դրա թող լուսակին թողցած
հոգին լույսերի մեջ մնա։ Բայց ես նորմալ մասնագետների մոտ եմ սովորել, նորմալ մարդկանց հետ եմ շփվել, արել մեծացել եւ այլն, ես չեմ դիմանում ասեմ, վերջ, դե չեմ անելու արդեն։ Չես անելու։ Մնա այստեղ, կանչեք գեղարվեստական ղեկավարին։ Գալիս է գեղարվեստական ղեկավարը։ Գեղարվեստական ղեկավարը նախ որ մտնում է, ինչ էի կամ կրկնեք, կրկնում եմ։ Սասի բիժամա չի տեու։ Առաջին րոպեն որ ես ինքների վրա այդ պարան աֆեկտի որ թռնռում եմ ստոպ։ Նախ ռեժիսորն ասում է, նախ քեզ ովա թույլ տվել որ իրան կանգնացնես նախ այնտեղ երկրորդ պլան։ Եվ այլ Ափսոս էր, ուղղակի վատը չի այդ ու մասին որ պատմեմ որ արել, ուղղակի այդ տարերքի մեջ չեմ ուզում էլի վատաբան գերու, բայց իրական ոչ թե եթերի համար որ ես փապիկ եմ, սենց կոկիկ եմ, ես այդ շնորհքով եմ բարի եմ, ոչ էլ բարի եմ։ Չէ, այսինքն իրական մարդը լավ մարդ էր, այդ տարերքի մեջ բեմադրական ինքը տենց էր, պատկերացում ինքը տենց գիտեր ռեժիսուրան, ինքը դերասանա թռնելա պետք, 20 րոպե չկերժամ թռի, դու բեմա, դու դերասան ես մերի, ստրուկը թե։ Միջև որ ես կրճատեմ Վերջը այդ ամեն անհետ բանն է եղել, բայց իրականում եմ ասում, կուզենայի ներկայացում եք բեմադրել, ինքը վատ բան չէր մտածել, դե ստոպ տվին ներկայացմանի վրա կամ իրան է դուրս էր ավիրին, երբ որ հասկացան, որ դերասաններն այդ պլան տենց գիմնաստիկայով էս իրաց զբաղեցնում միջև էքսպլուատացիա են ենթարկում դերասանները։ Դա իրական բան է։ Ուրեմն ես ուզում եմ այդ ռեժիսոր դերասան փոխհարաբերության մասին, գործընթացի մասին երկու նախադասություն ընդհանրապես ասեմ, դե Հայկը որպես ռեժիսոր, ես որպես դերասան, բայց ինքն է որպես դերասան ներկայացման մեջ խաղում ենք, փորձել ենք անում։ Դե ընդունում եմ ինքը անդադ այդ ստեղծագործական կոնֆլիկտը, այո, պրոդուկցիոն եք տալիս։ Այո, պրոդուկցիոն եք տալիս, հա։ Վերջը, սենց անընդհատ այդ կոնֆլիկտը կա դերասան ռեժիսոր կա, էլի չգիտեմ, հիմա թե ամուսինս է դրանից է, որտեղ որևէ ռեժիսորի հետ կոնֆլիկտի մեջ երբեք չեմ մտել, իրանք ես նույնիսկ առաջարկներ եմ արել, ընդունվել է այդ ամեն ինչ բան։ Հիմա փորձի ժամանակ ինքը ինչ խնդիր տվել է, ես սուս ու փոս անում եմ, ասում եմ ոչ մի բան չասեմ, ոչ մի բան չավելացնեմ, ոչ մի բան չպակասացնեմ։ Ինքը ինչ տվել է, ես անում եմ, մեկ էլ ստոպ։ Ինչի ես բանը չարեցին, ինչի ես ստեղից այնտեղ ուրիշ մարդ չկա կրվել։ Ասում Հայկ, ասում դու սա ես տվել։ Մեկ է ի՞նչ է բարձվում, ես արդեն հետո եմ հասկացել։ Ես որ իր առաջադրանքը կատարում եմ, ինքը մտքում ինչ որ բան է փոխում։ Միզանսցենա փոխում կամ ինչ որ շարժում է, չգիտեմ ինչ խոսք է, չգիտեմ, հա փոխում է, պրոդուկցիոնը, այդ բանը փոխում է։ Բայց ինքը որ մտքում փոխում է, ես դա հասկանամ ընկալը։ Դա է վատը։ Հա, այդ դեպքում ես պետք է հասկանամ, եթե չեմ հասկանում, բնականաբար արժանանում եմ ոչնապահությունների, հա։ Հա, որ մարդ էլ չկա ուրիշ որ կրվես կամ բանոցի սպասի, դու կարող ես, չէ՞ չես խաղում։ Անհետ խնդիրների շարքից էլի, մտքում մտածել է ինչ-որ բան, որ դու պիտի հասկանաս։ Հա, իսկապես ինքը մտքում եղել է։ Ականները շատ է եղել։ Հա։ Ինքը մտքում մտածում որոշում որ սենց ավելի ճիշտ կլիներ մեկ ինչի՞ս ես անում ես տենց եմ ասում ես չես ասել Հայկ ջան դու մտածել ո՞նց ես ասեցի հա իսկ մի հատ շատ ծիծաղելի պատմություն ես Հայկին հեսա հիշեցնեմ եթե կգտնի նպատակավորում թող պատմի նկարները սա դա իվանից ինչը են գրիմարած բան որ բարձրանալուց է այդ իրական դեպք կա այդ լուրջ իրական դեպք կա ժողովուրդ այդ 90-ականն է լույս չկա Լույս չկա վաղինակիչի մոտ է մենք մի հատ խուլիգանություն ենք պատրաստել ուսանողական մեր կուրսով 10 հոգի ռեժիսուրա ենք Ֆրունզե վաղինակիչ Դովլաթյանից մոտ օր վարպետից մոտ կանգնած ենք 10 հոգի խուլիգանություն որոշեցինք որ մի հատ բան սկեչային մի հատ բան մտածենք որ բանակից ենք փախնում բանակից փախնելու համար տղամարդիկ փոխվում են կանաչ շորով բան զինվորական ոստիկանությունն էլ որոշելով որ տենց բռնի իրանց նույնպես փոխվում է կանացի բան որ գա գտնի Այսինքն մարմնավաճառների տեսքով տղամարդիկ տարբերակն է, զինվորական ոստիկանությունն է փոխված նույն այդ բանով, բայց քանի որ 90-ական է եւ մեր բուհում մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետ ինքպես բոլոր տեղերն է ջուր չկար, այդ ժամանակ սառում էր տրուբեկը, որովհետեւ լույս էլ չկար, աղջիկեքից ուզեցինք այն ժամանակ այն թատերական գրիմը չէ, քիմիական կիշեք մատիտներ կար, պամադա, քիմիա, դա որ քսեցի չի անցնում մի շաբաթ Կսեցիր, առատ կնում են ես պամադեն կա, մատի տարեցիր մի շապատ այդ մատի տաչկի տա, լվա, սապոնով, ինչ ողոս մզնա, կիմյական է, մնում է, աղջիկեքն է մեր հետ ունեին, ուզեցինք բոլորս որ ցույց տանք վաղինակիչին այդ մեր խուլիգանությունը, այդ ապուշությունը, որ մտածել են, ես էի մտածել։
Մրտեցինք, մեզ սկսեցինք, հանալինք, երեկոյաններ հանձնում է, խաղացինք ու բան, վաղինակի չնո, այս դուբլացիոն, այս ռեժիսորական կուրս, թատրոնի, մի հատ ահավորություն, երկեր կար մեջը դաշտամին Արտյոմ Հակոբյան նվագում էր, կեյտերը, Կարենը մեր Հայրապետյան, բոլորը, Մանվելը, Վարդան Ալեքսանյան, աղջիկեք բոլորը, այ կուրսից ողջույններ, բոլորը։ Նայեց ու ինչ կլինի վաղինակի չէ այդ ամեն ինչը տենալու, այդ փոխված կսածինք իջա որ դեմ է, իջա որ դրան է դեմ, գումարած են մնացած բեմադրական մտքի կամ արտահայտություններին դեմ է, այդ ասաց մի արեք, մի խոսքով էր մի արեք, էսի արեցի իրա ես տեսա պետք ու պարկ տիրոջը, հերիքա մի արեք, պետք է գնանք տուն, ջուր չկա, ինչ է նշանակում, ինչով ենք մաքրելու դա, երեկոյան է, ես եմ մասիվ եմ ապրում, ու նստելու եմ Ավետիք Իսահակյանից մոտից Պազիկը քիշեք ով կերեք, քշում են ժամանակ, Քորտու 90-ականն այդ էլ ասեմ, որ մեր ժողովրդին ինչով է տարված, մեր Վարդան Ալեքսանյան կուրսի, հասնում ենք կանգար, լույս չկա կանգարում, բայց տեղեր կա, որ ինչ-որ վար, պրաժեկտոր, ինչ-որ մի տենց, չգիտեմ որտեղից լույսեր անկնում ու դեմքը բան, հույսներս են է, ինչքան որ կարողացան թղթով, սալֆրետկով չէ, անձեռոցիկով չէ, լավ գրականցով, դրանով է թքով էլ չենք մաքրել, չի մաքրվել այդ վրեքներիցս։ Վարդանը կանգնեց Ավետիք Իսահակյանի կանգարտի մետրոյին կգնար, նստեր, որ հասներ Սասունց Դավիթ, խիտենց, Վարդան ջան, խիտենց, կանգարում լիքը մարդ կար ու այդ Պազիկի ներվային անցած վարորդ։ Մի քանի վարորդ է դուրսը ծխում է։ Վարդանը թեքվեց, Հայկ, հերու հանցելա, գիտես 20 մետր անցես խես Հայկ ասում, խես զեն տալիս ինձ աստանում կեմ, որ ինձ նայի։ Հայկ, վաղինակի չվաղը չի գալու, դու այդ կապլուկներով, կոշիկներով լիֆը չբերես, ես Արտյոմիկից յուբկեն ու կամբինացիան կվերցնեմ, կանգարի մեջ, 90-ական, մասիվ եմ ես էլ բարձանում։ Ոչ ոք ինչ չի ճանաչում, պարզ ասեմ, նեչ որ դերասան, երևի ներկայացումից է, տենց բան չկա, 90-ական թատրոնում եմ, համաձայն եմ, բայց այդ թատրոնը տենց մասսայականություն այդ ժամանակ չի էտի, ասի կսպասեմ ես մի քիչ, մի քանի ավտոբուս թող բարձրանա, երրորդին կնստեմ կբարձրամ, որ այս մասսան գնա, որ լիվ կամբինացիա, բարերը չլուծի անկախնարից, նորմալ է ռեակցիա էր մարդկանց մոտ, դա գնարվա, երևի ես, կարող այդ էլեններ, սպասեցի, բայց նենց չի որ շոք հա լավ, եղանակա, կարելի աշնանը կանգնել Ավետիք Իսահակյանի արձանի տակ, կանգնած եմ այդտեղ ու տոնց մի ավտոբուս, այդ Պազիկ էլի ավտոբուս չկար, մյուսը երրորդին, ես ինչ իմանամ որ վարորդները խոսում են քիչ իրար հետ, այնի որ լսելա բարձրանալա գից կալցոն պատմելու է, այն մեկը որ իջնելու է, ասելով կանգարում սենց բան, դա կամբինացիա բանեսյան է, որտեղ մոտ էին կանգնած ծխում էին տղեկ հետ որ ասեց։ Գալիս նստում եմ Պազիկի, գիտեք այն լույս են, որ թույլ կիսատույլը վարում է, նստում եմ հաշով մի ասես, լավ մոշնի մի հատ տղա է։ Բավարոտ հենց Ավետիք Իսահակյանից այն որ Բաբրան փողոցի սկիզբը չհասած ազվարոտ, այդ դեպի մասիվ, ֆրոցեց հենց բարձանալ դիկը սենց են ավտոն, գոհարն Հայկն է նստածը։ Ավտոնում ասած, գնում է դե ուղղա ճամփեն ավտոյը չկա, սենց ինձ, հենց ծերն եմ նստած ամենօր պատուանի մոտ այդ բանը, բայց կսած ավտոն գնում է, անցավ 5 րոպե, ավտոն դանդաղ գնում է, ֆրացենց, ինձ, արդեն չես կարա պատմես, էդի այդ պահա չի, օգնած մարդիկ կար, կողքս կին կար, որ չետես այդ ամենը, ես ճամպից տեսավ այդ կինը սենց, Այդ ես նայց սացը կա աչքի ստակ, ջնջել եմ, բայց ինչ կանեք ջնջել ես կա, Բայց ես իշում Վարդան ինչ-որ մի բան էլ ա ձայն տվել։ Էդի չեմ ասել էլի հենց, էդի պատելուցի, բայ, ուրիշ բաներ կա, էդի չեմ կար պատել դրամ, էդի չի լինի պատմել ուղղակի զուտ բառն է այդպիսի, հետաքրքիր։ Հա, բառը, եթե չասի, հետաքրքիր չի։ Այդպես բարձրացա մասիվ մի քանի կանգարը շուտի չա, բայց այդ պահը կար, մի հատ ժպիտ եղավ, բայց Արդեն որ կենթանաբանական հայգինը բան անցր եք հասնում ենք արդեն ասես գրում Սակալցո ենք հասնելու Դու կտենազ որտես կսվելու Բայց այդ ոչ մի տրանսպորտ չի թողել Այդ մնաց Վարդանի մյուս օր ուզում էինք հետաքրքիր բան ասեի չասել մի քիչ կարող չափազանցում եմ Վարդանը միգուցե մեղավոր չէ պետք էր մի բանով մաքրել բայց ջուր չկար ձունել չկար մաքրել չէինք
Քեզ ինչքան դու կտնչի։ Վարդապետա չէ՞ այդ կարգավիճակում է։ Իրան նորմալ էր, հա։ Ես ասում եմ, ոչ վիսկար, էլի։ Չէ, ուզում բակ։ Ինքը просто Դու եկել է, էլի։ Չէ, վարջան է։ Դա ինքը միշտ այդպես է եկել։ Չէ, արտանցել է։ Ես գարտան կարել ենք։ Վերցրեցի ես բադիկը։ Ուզում եմ որ ասեմ մենք այդպես բանում ենք, պզպզացնում ենք։ Պետք է այս բադիկի շվիկով մի հատ երկ պզպզացնենք։ Հավանաբար Հայկ առաջադրանքը կտանք քեզ գոգը կլինի մեր կողմից կռահողների։ Դու պետք է ինչ-որ հիթային մի երկ պզպզացնես սրանով եւ մենք կռահենք։ Հա, ես էլ կարող եմ, բայց դժվար է։ Մենակ դուրս կնես կուլ չտաս։ Հա, ինքը մի հատ կարաս փորձարկես։ Ես գիտեք, փորձեի հասկանալ ֆենոմեն, բան Բադիկների ներկայությունը երաշտական գործիքներն են, բայց իրանք շատ անտաղանդ են, որտեղ իրանք շատ սխալ նոտաներով են։ էլի։ Դու ինչքան էլ գրագետ լինես այդ երաժշտության մեջ, մեկը ինքը շատ ֆարշ է նվագելու ու շատ դժվար է գուշակել է։ Նույնիսկ ամենահայտնի երգը։ Ես ինչի գոհարին մեր թիմից ներառեցի, որովհետև որ չկարողանանք կռայենք, ինքը որպես ասենք կիննա կարող է նախասիրությունները իմանալով։ Նախասիրությունները գիտեմ, բայց կարող է այդպես ասեցին, նույնիսկ Եթե դու պատրաստ որ Կներեք, եսի շատ, բայց ինտարապես չեր բրնում նրա հետ, ինչ որ ուզում էի նվագեի։ Կներեք, իմ համարը շատ բան։ Ֆրանսիական ռեպերտուարից չլինի, էլի։ Էջի հաստատ դուք իմ հաստատ մտքով գնացի չստացի։ Չէ, հենց էդ այդ չէր, հաստատ տես բան չէի շուտ։ Դա խաղաս ինչ որ ցույց տաս կամ երկիշին թեման։ Տրալյալ։ Չգիտեմ։ Չէ, հələ չկա, հələ չի գալիս։ Ես սենց չեմ կարա պչեմ կներեք, ես իմ երաշտությունը տես չի պչվում։ Հա, եսի որ լսում ենք, բա սլուխից կդրվում ենք։ Նույն երկներ։ Այս մեկը ես էի գրել։ Իմ նոր կոմպոզիցիա կոչվում է շվի, Ֆրանսիայում ենք դուար հետ աշխատել վրա, բերել ենք ես էստեղ։ հասկացա, որ երկն է։ Որն է կոր։ Գալիս եմ, ես քեզ մոտ, հա։ Չէ, Իրա մանկության երկն է։ մանկության երկրը, Ինչ ժամանակ ինքը միշտ եկել է, կիսը Փոքր ժամանակ որ նոր քայլ եմ եղել այդ երկրը, բայց այդ չէի նվագում, նման էր ուղակի դրան։ Նմաններ։ Բա ո՞րն է նվագում։ Իմջալոց այդ գալիս է, բան ասեց, մեր կարող էր դասախոսներից ասեց սխալ է այդտեղ երգը գրված։ Ոչ թե գալիս ես, պետք է լինի գալիս ես, այլևս վերջը դրվում է, շեշտը դրվում է վերջին վանկի ձայնով։ Գալիս է, դու ինձ մոտ։ Ձեթյուր կդառնա մեմի կաննմա Բրավո, շատ նման էր։ Ունենք մի նաև սենց բան մեր հաղորդման ընթացքում մեղքերի թողություն է կոչվում, որևիցե մի մեղք, որ դուք գործել եք, շակերտավոր մեղք, որ հիմա կուզենայիք բարձրաձայնել եւ ներողություն խնդրել, չէ, իրար հետ կապված չէ, կարա մանկության հուշերից լինի։ Ընդհանուր մեր կյանքից կապ չունի իրար հետ։ Սկսի Հայկ։ Կարա ունենա կարծիք։ Այ որ նախ կա, էլի։ Սկսի մի հատ Հայկ իմանանք այդ մեղքերի մեղքեր Սկսի Հայկ։ Կա շատ է, բայց Գեորգ ջան։ Որևիցե մեկը, որը որ կարծում եմ Այն ամենանա ու հետաքրքիր է։ Որ կուզենայիր։ Թեթևանաս այսօր։ հա, կա տենց մեղք, ոնց չկա։ Փոքր ժամը գալիս էր ու մեզ քնացնում էր մաման։ Մենք մամ ջան, վատ բան չեմ ասում։ Բայց մենք նացիստական ռեժիմով էինք մեծանում, շատ դիսցիպլինայով էինք, մենք ցերեկը պետք է գայինք տուն քնեինք, ցերեկի ժամը որ խաղալու ժամն է։ Հայկ Արտյոմաննա տուն, բայց այնքան շնորհակալ եմ իմ այրիկի դրա համար, այնքան եմ շնորհակալ իրան, որ տենց այդ դիսցիպլինան, որն այդ որ դրան սովորացրեց, որ մենք ապրենք ու առողջ լինենք, բայց որ իրիկուն պապային ուզում ենք սպասենք մենք որ գանից պապան ուշ էր գալի որտեղ երկու տեղ էր աշխատում երկու տեղ վարպետ էր
Ալմաս գործարանում եւ գնում էր բանվորի արձանի մոտ Ռաֆերիկ պարկ բանվորությունները դեղանում երկու տեղաններ որ 3 երեխա պայի այդ որ սկզբում պատմեցի որ պապ որը սկսեցի այնտեղ Փարիզում հասկացա ուժեղ տղա է եղել շատ լուսահոգին Պապան ուշ էր գալիս մենք պապային կարոտում էինք ուզում էինք տենայինք 3 երեխով ու բանով ու դե չեմ անում պարտեք ժամը 10-ն է վաղը 10-ի եք դպրոցում այ գնացինք քնելու անընդհատ մի օր էլ պապային սպասում պապան եկավ բայց կապ չունի ժամանակը տեսակ պապային բարև պապ ջոն բավեսյան դե քնեք առավոտը 10-ի եք գնում ենք պարկելու չեմ ասում եմ արի ֆիլմ են այսօր բան նայելու ֆիլմ Չարլի Չապլինն էին ցույց տալիս ամբողջ կյանքս չեմ մոռանա այդ մեղք եմ գործել հաստատ փոքր դրան շեխը շատ քիչ պետք է բացիր տելևիզորը դեմ դիմացներ մեր զալի հենց դուրը որ բացում ենք դեպի կենտրոնական սրա հերոստատուցից դեմ դիմացներ որ դուրը բացենք մի փոքր նստած դիվանի այդ բացես ինչ գրական ռուսերեն եմ խոսում բասկատորին նստածներին կամ չեր երևալ որ դուրս կողքից բացած է որտեվ իրանք էլ են հերոստատուցից նայել այսինքն այնտեղից հայացք ունեն գաչ ու պայմանավորվել եմ իմ փոքր եղբոր հետ որ հերթով նայենք այդ կինոն անցքից որտեվ թույլ չեն մեր քնելու ժամն է պիտի քնենք ես ու եղբայրս եկել ենք ու հերթով մի քիչ նայում եմ արցանը նայում բայց Չապլինը ինձ տարվարդում ասում դե դու դաղալություն եմ որ ասում են ես սկսեցի մոտ կես ժամ առանց փոխվելու այդ անցքից նայում եմ Չապլինին հալալ աղբորջում ասում չի կարա բարձր խոսալ խփենք բոքսել չի լինի մաման իմացավ պապան չէ մատով չէր կվրի բայց մաման կարող էր Չուստ, ճիպոտ, չգիտեմ, խելոք մնա, մորս չսարկեց վիկինգների առաջնորդ, ներս Որտուղները կապում էր իրար, երեքի ու վանց։ Մաման կր, բայո կպատժեր, ու այդ Չապլինի նայլուշ նենց ասրտից բանաղի, որ աղբորս չթողեց հետին են նեղացան աղբերս, ոչ թե նեղացան, գնաց քնելու բան, բայց ես սենց կինոյի առմամ ասում ագահություն արեցի, շատ ծանր նստավ, մանկական մեկը կասի փոքր եք եղել, ինչ որ 25 տարեկանից դա աղբորդ ասել ես նինայ դու ես կնեմ փոքր էինք, բայց շատ նստված տվեց վրես այդ մեղքերից թողությունը պետք տամ, կարող ուրիշ բանից նեղվեի, բայց քիչ մեղքեր չեմ արել, Գևորգ ջան, այդ էլ ասեմ։ Ուղղակի այդ այետի ազդել էր, լավ որ այսօր ասեցի, ինձ չգիտեմ ինչի նստված կերտոյ, որտեվ ուզում էի որ ինքն այ մի ձևի ագահություն ստացվեց իմ աղբոր, որ հալալ եղբորս լավ գրական ասեմ, հալալ եղբորս հանդեպ շատ նենց ագահություն ստացեց, որ այդ արանքից նայելուց Չապլինը Ոչ ինչ մեղ կա, Հայկ ջան, կարաս նստված է, ասել լավ, բրծավ։ հա, Ասա։ Մենք անդադ խոսում ենք այստեղ ու մեղքերից, Գորգ ջան, հիմա խնդրում եմ դու խոստովանիր։ ու հիշի որ տուն եք գնալու։ Ուշահեք ջան, գնացինք, վերկաց, ուշա արդեն տուն հասնենք։ Դե այդպես որպես այդպեսին մեղքեր, ես տես չեմ։ Դու պատկերացրեցի ինչ մեղքերի մասին ենք մենք խոսում։ Ամենաթիվ մեղքերի մասին խոսեց Հայկը։ Հա, համաձայն։ Չգիտեմ, բայց ամենանստված ոչ։ Հիշում եք 80-ականներից հետո մինչև 90-ականները թատերական աշխարհը ինստիտուտ սովորել բան մի քիչ դժվար էր ընդունվում, չէ՞, ոչ թե անընդունելի էր կամ չէ, դժվար էր ընդունվում ծնողների կողմից, հարազատների կողմից, դժվար էր ընդունվում, հատկապես որ մամայիս կողմը ապարան էր, հա, պապայիս կողմը Գյումրին էր, ջան ջան, դե Գյումրի գիտես, ինքը արվես, այո, շատ լավ ստացվել էր այդ ամեն ինչի իրանց արդյունքում ես եմ ծնվել, հա, բայց կար այդ ամեն ինչը, բայց իմ նպատակը ինչ էր թատրոն, արվեստ, մշակույթ, չգիտեմ, այդ էր իմ ամեն ինչը։ Դե, հա, դպրոցից հետո իմ ընդունելությունը եղավ մանկավարժականի նախադպրոցական ֆակուլտետը, դե Ամբարանցութոր, բան, այս կողմենքով, պապայի կողմը ճիշտ է, արվեստն էր, բայց ամեն դեպքում հաղթեց դա։ Ու ես մեղք եմ համարում, որ ասենք հետո ես փոխեցի մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետը, ռեժիսորական բաժինը, բան, այն ամեն ինչ ընդունեցի ու բավականին երկար ժամանակ իրենք չեն իմացել։ Արդեն քննություն, հա, չեմ ասել, որովհետև գիտեի, որ դեմ են լինել, ոչ թե դեմ են լինելու, չէի ուզում խոսակցության առջև կանգնել, ընդամենը դա։ Ու ես դա, հա, հիմա խոստովանում եմ, դե արդեն հետո իմացել են, արդեն հետո շատ լավ ընդունել, հատկապես հիմա լուսահոգի հայրս ինքը երաժիշտ էր, կույր երաժիշտ
երաժիշտ, ինքը արվեստի մեջ, լուսահոգի Նորայր Մնացականյանը, Հովանես Բադալյանը, Ռաֆի Հովանեսյանը բերեց որ դուրս եկավ, առաջինը մեր տուն է եկել, պապայից տեսնելու, հա, ուզում ասեմ, մեր տունը միշտ արվեստով է լցված եղել, նվագել, երգել, ու այդ ամեն ինչը այդ նույնիսկ մեր մեծերին ես ճանաչել եմ պապայիս միջոցով, մեր մեծ դերասաններին, մեր անցած սերունդի, ես բոլորին ճանաչել եմ պապայիս միջոցով, ինքը երաժիշտ էր նվագում, երգում էր կոնսերվատորիան սովորած, ավարտած, կույր երաժիշտ էր պապաս, ու ես այդ ամեն ինչին ոնց ասեմ, իմ այրան մեջ ա եղել ու ես պետք է հասնեի դրան, ուրիշ նպատակ չկար։ Բայց ես գաղտնի եմ պահել, դա համարում եմ մեղք այսօր ու բարձրաձայնում եմ, առաջին անգամ ձեր մոտ եմ բարձրաձայնում, ինչքան եմ ձեզ սիրում։ Բայց իսկական ձեզ սափերը դրեք, իսկական ձեզ շատ են գալի, իսկական Արտем ջան, Գևորգ ջան։ Ես իմ, հա, մեղքը։ Բոլորին անձնական քանի որ այսպեսի թեմա եղավ, փորձեցի իմ անմեղ մեղքը, անմեղ մեղք կարելի է համարել։ Դենց այդ անմեղ մեղքերի մասին ենք Ձեզ խոսում, մոտ էլի։ բարձրաձայնել։ Կարծում եմ դուք ընդունում եք դա որպես Միանշանակ։ Շնորհակալ ենք ընկերներ ջան։ Այսօրվա համար ես պետքա ձեզ ասեմ մեծ շնորհակալություն, որ գնաք գաք շուշուտ արեք այդ գնալ գալը, մենք էլ ենք կարոտում իսկականից այսօր ես առավոտը գալուց հիշեցի այդ մեր նկարահանումները ու սաղ ճապեն ուզում եի հիշեի լավ ինչ խնդալու սկեչ կար կամ ինչեր էր եղել բայց կապ չուներ, որովհետև ես ուղղակի հիշեցի լավ տարիներ, լավ ժամանակներ, որ մենք իրար հետ աշխատել ենք, իրարից բան ենք սովորել։ Շնորհակալ եմ, որ եկաք, ժամանակն ունեցաք։ Ձեզ գնալուց պիտի ասենք բարի ճանապարհ, անփորձակ գնագաք, տենց ամեն երկրում 11 ժամ չմնաք, բայց լավ է։ Սովորել եք արդեն գիտենք, թե որտեղ կարող ենք քնել ունի, դա էլ իր պատմություններն է, որ մենք էլ բերում ենք ու հաղորդում ենք սարքում, ապրեք։ Մենք ենք շնորհակալ ես անկեղծ զրույցի։ Այդքան ասեց կարևոր բան մոռացավ, մենք ձեր համար նվեր ունենք։ Արես, ես Սկզբից ասեիք Ջան, մեր գործընկերոջ Սարլի ընկերության կողմից այս շատ սիրուն, շատ օրիգինալ նվերը ուզում ենք հանձնել ձեզ։ կարող եմ նայել։ Այո, Անպայման ենք ուզում։ մենք ակնկալում ենք, որ դուք կբացեք։ Որովհետև մենք ուզում ենք ամեն մեր հյուրի ռեակցիան նայել, որովհետև ինքը իսկական շատ սիրուն նվեր է։ Երբ ես ու դու սեր ենք, մեկ սրտի տեր ենք։ Շատ լավ, ես ու դու սեր ենք, մեկ մեկ սրտի սրտի տեր տեր ենք։ Հրաշալի։ Հրաշալի, բույրը արդեն շատ լավ է։ Բույրը, չէ, իմ մտածածը չի, չէ։ Բացում ես դրացը բռունց կատի, արտակատիս, իմ իրանչի մի բնակավարտի։ Վաղցրի, նախացրի, լավ ջրակ։ Ես հասկա, օճարներն են։ Օճարներն են սա։ Առաջի ուրախ ասում։ Իսկականից հիանալի բան է բույրն քո Բայց ես շատ կարող օգտագործել։ Ժողով ջան, որպես գովազ չեմ Կարող ես, ասում, բնական- Էմիլ ջան, բնական իրականում շատ Բայց հաճույք է, իսկ շատ պոզիտիվ է, շատ դրականատալի է սորտը։ Ինչ հոճելի։ Որպես գովազ չեմ ասում, նույնիսկ չեմ ճանաչում մարդկանց, որ արտադրում են, հալալացես ասելու եմ։ Իմ ձեռքով Լավն է, չեմ շոշափել, իրականում։ բայց գիտեմ իրանց մասին ու տեղեկացված եմ, որ մոշը։ Հələ մոշը շատ Հայկ, բնական է։ որն ես ուզում Հայկ։ Չեմ ուտելու, հիմա գտարել որն ես ուզում հայկու դնել Շամպանսկիով դու կլողանաս, պեչենիներով էլ գոգը։ Գոհ բայց մատ Շնորհակալություն, հետևորդներին ցույց կտաս դուք։ Մակարոնները, հա իհարկե, մեկ վարկյան, այս բույրը ինձ արդեն շեղեց ամեն ինչ։ Մի պայքի, նենց Չէ, չուր։ Բացած։ Որովհետև իրանք ամեն անգամ տարբեր են։ Բույրը համահունչ է ինձ, գույները համահունչ են ինձ, գեղեցկությունը համահունչ է ինձ, գովազդեմ էլի մի քիչ Այսինքն ամեն ինչ ասիր, էլ բան չի լինի։ Էլա դեմինաս էտեն շիշի կոնա։ Շիշի, շատ անչափ շնորհակալ եմ իսկապես։ Գեղեցիկ է, Այս ամեն ինչը իրական համահունչ էր մեկը մյուսին, թե մենք, թե նվերը, թե ամեն ինչը, թե խոսակցությունը, թե հարցազրույցը։ Շնորհակալ ենք ձեզ, ընկերներ։ Իսկապես շատ զգացված եմ, շատ շնորհակալ։ Բայց ես մտածում ոնց ենք կիսելու, միայն շիշ։ Չենք կիսելու, ինձ թվում է չենք կիսելու, նույնիսկ գիտեմ ով է սեփականաշնորհելու։ Խոհանոցում